Բարև ձեզ, այսօր մենք կքննարկենք Էլֆիկ Զորաբյանի Լռնոն ու դռնոն հեքիաթը։ Մի փոքր ներկայացնենք այն։ Մի տղա սիրահարվում է իրենից 21 տարի մեծ աղջկա, եւ նրա մայրը նրան համոզում է, որ նա քեզանից մեծ է, բայց միևնույն է, տղան շատ էր սիրահարվել եւ ուզում էր ամուսնանալ այդ աղջկա հետ։ Նրանք ամուսնացան եւ նրանք ունեցան մի երեխա։ Նրանք այնքան զարգացած էին, որ իրենց երեխայի անունը դրեցին ինտերնետ։ Անցնում են տարիներ եւ ինտերնետը գնալով մեծանում։ Երբ նա արդեն բավականին մեծ է լինում, նրա մայրը տալիս է իր օժիտից մի մաս, որը լինում է սերբուրդ եւ ասում է, որպեսզի նա գնա լվանա։ Ինտերնետը մերժում է մոխրտրանքը եւ ասում է ինչի համար պետք է լվանան եւ նրանց խոսակցությունը միջամտում է ինտերնետի հայրը Դռնոն, նա ասում է, որ մորդ ասածները մի հակաջարի եւ եթե նա քեզ բանի ասում, ուրեմն արա, իսկ ինտերնետը պատասխանում է, որ դուք այդ բավականին զարգացած ինչի համար ես պետք է ձեր բուրդը լվանամ, իսկ հայրը շատ է բարկանում զայրանում եւ ասում է հենց հիմա գնա եւ այդ ձեր բուրդը լվա։ Այսօրին Դռնոն գալիս է տուն, աչքի տակ է կապույտ, Դռնոն հարցնում է ինչ է պատահել, ինչու է աչքի տակը կապույտ, ասում է Դռնոն պատասխանում է, որ գնացել է ատիկի թաղմանը եւ երկու բաժակ խմելուց հետո ասեց, որ շատ քիչ Աստված մեկը թող 1000 սարքի եւ նրան տանում են սրահից դուրս եւ նրան ծեծում են։ Իսկ Դռնոն ասում է հիշեք մորդ խոսքը, երբ ասում էր ողոր մի Աստված հեռու պահի այսպիսի դեպքերից։ Դռնոն 91 անգամ կրկնում է իր մտքում, որպեսզի այլևս կնոջ ասածը չմոռանա։ Հանկարծ տարօրինակ երաժշտության ձայն լսելով Դռնոն միանգամից դուրս է թռչում։ Պարզվում է, որ օտար հարսանքավորներ իրենց բակում պար էին գալիս եւ առանց երկար բարակ մտածելու Դռնոն միանում է նրանց եւ այնպես կրակոտ է պարում, որ հավաքվածների թվում է, թե նա կամ Փեսայի կամ Հարսի բարեկամներից մեկն է եւ նրանք այնքան հյուրասեր են լինում, որ նրանց հրավիրում են իրենց ճաշկելույթի։ Դռնոն երկու բաժակ խմելուց հետո վերցնում է իր խմիչքն ու փորձում է կենաց ասել։ Ասում է, որ ողորմի նորապսակներին Աստված մեծ հեռու պահի նման դեպքերից եւ արփած տղամարդիկ նրան դուրս է շպրտում, որ Դռնոն միանում է իրենց խոսակցությանը եւ ասում է, որ ինչ հետամնացեք դուք, մարդը կենաց է ասում ձեզ, իսկ դուք նրան ծեծի եք ենթարկում։ Սակայն հարսանքավորները միջամտում են Դռնոյի խոսքին եւ ասում են, որ փոխանակ լավը ցանկանար, նա ընդհակառակը վատներ ցանկանում։ Դռնոն ընկնելով ամուսնու թևը միասին այդտեղից հեռանում են եւ ճանապարհին տեսնում են ոստիկանական մեքենա։ Ոստիկանական մեքենայի մեջ նստած էր մի ոստիկան կին եւ տղամարդ։ Նրանք կարծում են, որ մասններ են լինում եւ կանգնեցնում են մեքենան, շնորհավորելով բարձի ծերանակ, ասում է Դռնոն, սակայն ոստիկանները զայրանում էին, քանի որ նրանք ման էին գալիս ծեր մեքենա եւ իրենց տեսադաշտից կորցնում են այդ մեքենան։ Դռնոն իր խոսքի մեջ ասում է, որ Դռնոն գիտես մեր աղջիկը ընկեր ունի, իսկ Դռնոն պատասխանում է, փաստորեն մենք քեզ դրիքով ամփեսան ենք։ Դռնոն կանչում է իր աղջկան ինտերնետին եւ հարցնում է, արդյոք դու ընկեր ունես, իսկ աղջիկը պատասխանում է, որ այո, ես ընկեր ունեմ։ Դռնոն եւ Դռնոն հագնում են իրենց նոր շորերը, պատրաստվում են եւ գնում են իրենց փեսացրին տեսնելու, գնում են այդ ծանոթանում են եւ նրանք բարեկամանում են եւ որոշում են, որ նրանց երեխաները պետք է ամուսնանան, այնուհետեւ որոշ ժամանակ անց նրանց երեխաները ամուսնանում են, ապրում են առանձին եւ հաճախակի Դռնոն եւ Դռնոն հյուր են գնում իրենց երեխաներին եւ մի անգամ երբ որ հյուր են գնում ուտելիք նրանց աղջիկը ուտելիք է պատրաստած լինում, այդ ուտելիքը անալի է լինում, նրանք երբ որ արդեն ուտելիքը կերած վերադառնում են տուն, ճանապարհին միասին խոսում են եւ Դռնոն հարցնում է Դռնոյին, քեզ դուր եկավ այդ ուտելիքը, իսկ ամուսինը պատասխանում է, որ մի փոքր անալի էր։ Ասում է կարող է մտածել մեկ տխմար են գնում են երեխաների մոտ, որպեսզի ասեմ, որ նրանք խամի զգացում ունեն, գնում են դուռը ծեծում են, մտնում են ներս եւ ամուսինը ասում է, որ երեխաներ գիտեք, ձեր ուտելիքը այդքան չհամեղ չէր եւ դուք մի փոքր անալի եք պատրաստել։ Դե ցտեսություն եւ դուռը ներկայացնում փակում գնում են, իրենց աղջիկը ինտերնետը փորձում է այդ ամենակատակի վերածել, որպեսզի ամուսնու մոտ վատ տպավորություն չթողի, դառնում են տուն,
գլուխ են գովում իրար, որ շատ ճիշտ արեցին, որ գնացին ասեցին եւ որոշում են եւ հասնեն տուն, խարիկ վառեն եւ այդ խարիկի շուրջ միասին զրուցեն եւ հենց այդպես էլ անում են, երբ հասնում են տուն, կինը դռնոն խարիկ է վառում հյուրասենյակում եւ նրանք մի քանի անգամ թռնում են այդ խարիկի վրայով եւ միասին ասում են դռնո գիտես ես քեզ շատ եմ սիրում, ես քեզ ավելի շատ եմ սիրում դռնո եւ երբ որ արդեն նրանք վերջին ցածկն են կատարում հանկարծակի տունը այրում է եւ դռնոն եւ դռնոն միասին ասում են որ չարը խափանվեց եւ դուրս են գալիս տնից որպեսզի գնան իրենց աղջկա տանը հաստատվելու Ամփոփելով հեքիաթը եկեք բնութագրեք Նռնո եւ Դռնոյի կերպարները, ես կսկսեմ։ Իմ կարծիքով Նռնոն եւ Դռնոն մի փոքր աներես կերպարներ էին, ովքեր շատ սխալ են իրենց բom եւ ցանկանում են, որպեսզի իրենց երեխաները ամեն ինչ անեն, մտածում էին, որ նրանք շատ զարգացած են, որ նրանք իրենց շատ ճիշտ են պահում։ Նռնոն ու Դռնոն այնքան էլ ծնողներ չէին։ Եթե անգամ նրանք նկատում էին, որ իրենց երեխան ինչ-որ բան սխալ է արել, ոչ չէ որ նրանք իրենց երեխային ասեին։ Նրանց երեխան այդ անգամ այդքան ապօրը համակ չէր պատրաստ։ Ես համամիտ եմ Էլենի հետ, կերպարները ոչ այդքան լավն էին, քանի որ նրանք իրենց մեղքը գցում էին ուրիշների վրա եւ նրանք շատ ագահ կերպարներ էին, բայց դա կարելի է նայել նաեւ դրական տեսանկյունից, այսինքն իմ կարծիքով հեղինակը կերպարներին նման բնորոշում էր տվել, որպեսզի նրանց օրինակով մենք այլևս այդպես մեզ չպահենք։ Բոլորի հետ համաձայն եմ, վատ կերպարներ էին, վատ ծնողներ էին, ընդհանուր սխալ էին իրենց բողում այս կյանքում։ Հեքիաթում է սովորեցնում, որ պետք է մեզ այդպես պահել, հեքիաթում Նռնո եւ Դռնո կերպարները Թանրապես չգիտեին, թե ոչ մի առած ասացվածքներ, դարձվածքներ եւ շատ տգետ էին, դրա համար չէին կարողանում ճիշտ վայրում իրենց ճիշտ պահել, այսինքն նրանք գնում էին հարսանիք եւ սխալ պահվածք էին ցուցաբերում եւ դրա համար էլ նրանց վրա այդ մարդիկ բարկանում էին, ծեծում էին։ Այսքանով էլ ավարտենք հեքիաթի քննարկումը։